Եվ իմ ֆերմայում եւ ամբողջ Հայաստանում հիմա վխտում է Դաբախ համաճարակը, իմ ֆերման եւս Դաբաղի ճիրաններում է, արդեն այսօր 8-րդ օրն է եւ մենք փորձում ենք պայքարել այդ համաճարակի դեմ։ Տևական ժամանակ է Լոռիում ընտանի կենդանիների շրջանում տարածված է Դաբաղ հիվանդությունը։ Ֆերմեր Վրույր Այվազյանը զգուշացնում է ուշադիր լինել մսամթերք ու կաթնամթերք սպառելիս, որովհետև Դաբաղը կենդանիների միջոցով նաև մարդկանց է փոխանցվում։ Պիտի ասեմ, որ այս հիվանդությունը ցավոք փոխանցվում է նաև մարդկանց կաթի, մսի միջոցով եւ խիստ զգույշ պետք է լինել կաթնամթերք եւ մսամթերք այս ընթացքում օգտագործելիս։ Պետք է պահպանել անվտանգության կանոնները, այսինքն կաթը եռացնել բավականին երկար, նույնը եւ մսամթերքի վերաբերյալ, այլապես այն կարող է հիմք հանդիսանալ, որ հարուցիչը փոխանցվի ձեզ եւ դուք եւս վարակով Դաբաղով վարակվեք։ Ֆերմերը քննադատության է ենթարկել էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ պետական կառույցը ոչինչ չի ձեռնարկել վարակը կանխարգելելու ուղղությամբ։ Ոչ նախկին գյուղատնտեսության նախարարությունը, ոչ ներկայիս էկոնոմիկայի նախարարությունը երբեք չի ասել բարև ֆերմեր ոնց ես, բայց ես այս սարից ուզում եմ ասել բարև էկոնոմիկայի նախարարություն ոնց ես,